Բարև ձեզ, սիրելի One Talk YouTube-յան ալիքի ունկնդիրներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարն է։ Խնդրում ենք մեր այն հարգարժան ունկնդիրներին, ովքեր դեռ չեն հասցրել բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին, ընդամենը սեղմել զանգակ կոճակը, եթե դժվար չէ, եւ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, որպեսզի մեր աշխատանքները դառնան ավելի հետաքրքիր եւ ավելի բովանդակալից։ Այսօր մեր զրուցակիցն է սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ պարոն Համբիկ Սարաֆյանը։ Պարոն Սարաֆյան, բարև ձեզ եւ շնորհակալություն, որ ժամանակ եք գտել մեզ հետ զրուցելու համար։ Բարև ձեզ։ Պարոն Սարաֆյան, եթե դեմ չեք, միջև միանգամից անցնենք օրակարգային հարցերին։ Խնդրեմ։ Միջազգային քաղաքական դաշտում բավականին ակտիվ վիճակ է, տեղի են ունենում զանազան միջազգային կարևորագույն, ես կասեի նաև բեկումնային բանակցություններ, մասնավորապես ռուս-ամերիկյան վերջերս սկսած Թրամփի վարչակարգի հաստատումից հետո, հաղթանակից հետո վերջերս սկսած որոշակի համագործակցությունը միջազգային կարևորագույն հարցերի լուծման գործում եւ ռուս-ուկրաինական այս արյունալի պատերազմը կարծես թե կանգնեցնելու հարցում որոշակի ջանքեր են գործադրվում եւ նաեւ տարածաշրջանում ընդհանրապես միջազգային դաշտում արկա են այլ, այսպես ասած, բանակցային գործընթացներ, մասնավորապես Իրանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև։ Ինչ կասեք այս երկու կարևորագույն միջազգային քաղաքական իրողությունների վերաբերյալ։ Նախ պետք է ասել, որ այո, պետք է հաստատել, որ տեղի են ունենում բավականին բուրըն իրադարձություններ բանակցային առումով եւ կարելի է ասել ոչ ավանդական, ոչ ստանդարտ, այս տրամաբանություններից այսպես մի քիչ դուրս ավանդաբար ստեղծված կամ ասենք բևեռների հետ կապված կամ ավանդական արժեհամակարգային առումով երկրների խմբակցությունների հետ կապված եւ ասենք այլ երկրների, այսինքն տեղի են ունենում խաչաձև, այսպես կարելի է ասել, բանակցություններ եւ երբեմն հատվում են եւ խաչվում են դաշնակիցների շահերը, հակադիր դիրքերում են հայտնվում հանկարծ եւ դրա հիմնական պատճառը միանշանակ ներկա վարչակարգն է Միացյալ Նահանգների Թրամփի ղեկավարած, որովհետեւ տեսնում եք, որ ինչպես բազմաշերտ այսպես բանակցություններ են վարում, երբեմն նաև անսպասելի այսպես արդյունքներով։ Առաջինը կարելի է խոսել անշուշտ ամենակարևորներից մեկը ռուսական ամերիկա-ռուսական հարաբերություններն են ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին։ Այստեղ հստակ երևում է, որ ինչպես նախորդ ենք նշել, Թրամփը փորձում էր ամեն կերպ հաջողանալ սիրաշահել, այսպես կարելի է ասել, ուրեմն Մահակեև բլիթի օրինակով բլիթը շատ մեծ բլիթ այսպես մատուցելով Ռուսաստանին փորձել բերել բանակցային սեղան, որպեսզի այդ խաղաղությունը վերջապես հաստատվի, բայց դժբախտաբար ինչպես տեսնում եք, դա տեղի չի ունենում եւ նրա բոլոր ջանքերը մանավանդ վերջին նաեւ այս ամիսներին կարծեք թե արդյունք չեն տալիս եւ նույնիսկ վերջին խոսակցությունը, որ Թրամփը եւ Պուտինը ունեցան, երկու կողմից բավականին հակասական տեղեկություն տարածվեց։ Թրամփի մոտ այսպես հույս կար ցույց տալու, որ առաջընթաց տեղի ունեցավ, բայց հստակ է, որ Ռուսաստանը ոչնչով հիմա շահագրգռված չի, որպեսզի բանակցությունները սկսեն կամ խաղաղություն հաստատվի, որովհետեւ նրանք գետնի վրա զինվորական առավելություն ունենալով փորձում են ամեն կերպ հասնել գերագա ուրեմն իր առավելության, որ ստիպեն ուրեմն Ուկրաինայով որպեսզի ընդունի իր ծանր պայմանները։ Այս ֆոնին անշուշտ բավականին ծանր իրավիճակ է կարելի ասել Ամերիկայի գոնե նախագահի համար ընկալման առումով, որովհետև ինքը հավատում էր, որ իսկապես իր ուրեմն հեղինակությամբ իր անձով կարողանալու հարցերը լուծել եւ ստացվում է, որ դա տեղի չի ունենում եւ հիմա բավականին լուրջ խնդրի առաջ է կանգնած, որովհետեւ եթե նկատեցիք նաեւ ուրեմն Ռուբիոն մի քանի անգամ նշեց, որ եթե բանակցությունները տեղ չհասնեն, Միացյալ Նահանգները ձեռքերը լվալու եւ քաշվելու բանակցային գործընթացից։ Սա ցույց է տալիս, որ նա արդեն այսպես
ինչ որ չափով արդեն սկսում է նյարդայնանալ, որ այն արդյունքը, որ ակնկալում էր, չի ստացվում։ Մյուսը անշուշտ ավելի մեր տարածաշրջանին վերաբերող Ամերիկայի եւ Իրանի փոխհարաբերություններն եւ բանակցություններն են։ Այստեղ բավական անսպասելի զարգացում է տեղի ունեցել այն առումով, որ հստակ շատ բացահայտ կերպով Ամերիկան դիրքավորում է նաև Իսրայելի շահերին հակառակ, որովհետև Իսրայելի ներկա վարչակարգը ամեն կերպ փորձում էր խոչընդոտել եւ նույնիսկ Նեթանյահին հասավ մինչև Սպիտակտուն համոզելու, որ բանակցություններ չվարի, նա բացարձակապես բանի տեղ չդրեց Նեթանյահուի ասածները եւ հիմա լուրջ բանակցություն է տեղ ունենում Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև միջուկային ուրեմն այս որևէ ձևով ինչ որ համաձայնության գալու մանավանդ եւ տեսնում ենք նաեւ այն ուրեմն իրավիճակը, երբ Միացյալ Նահանգները հութիների հետ համաձայնություն կնքեցին, որ ուրեմն նրանք չեն օգտագործելու Եմենը, դրա փոխարեն հութիները ուրեմն զերծ են մնալու որևէ գործողություններից ծոցում արաբական, որտեղ նավերն են անցնում։ Եվ նույնիսկ ստիպված եղավ Իսրայելը հայտարարել, որ դե մենք տեղյակ չէինք եւ այսպես պետք չէր լինի, բայց ոչինչ, մենք մեզ պաշտպանելու ենք առանց մեր բարեկամների օգնության։ Սա շատ հատկանշական մի կետ է, որտեղ ցույց է տալիս, որ Թրամփը իսկապես շահագրգռված չէ որևէ դաշնակցի շահերով, նա ինչ տեսնում է, հավատում է, որ ճիշտն է, դա էլ անում է առանց վարանելու, առանց նույնիսկ երկմտելու այս կամ այն առումով։ Անշուշտ այդ բանակցությունները մեր համար երկարևոր են Հայաստանի համար, որովհետև եթե իսկապես տեղի ունենա բեկում եւ իսկապես համաձայնություն գոյանա Ամերիկայի եւ Իրանի միջև, դա մեր համար միանշանակ շատ լավ արդյունք պիտի համարել, որովհետև դա նաև դառնում է ինչ-որ չափով երաշխիք, որ տարածաշրջանում խաղաղություն լինի եւ որևէ գործողություն կամ ագլցում կամ պատերազմական իրավիճակ չստեղծվի եւ չթույլատրվի որևէ մեկին նման քայլ անել։ Այո, ես գտնում եմ, որ բոլոր դեպքերում դա շատ կարևոր հանգույց է եւ մանավանդ մյուս միջազգային այսպես խաղացողները, եթե կարելի ասել, թե Ռուսաստանը, թե մյուս այլ խաղացողներ նույնպես շահագրգռված են, կարծես թե, որ Ամերիկա-Իրանյան հարաբերությունները կարգավորվեն եւ այս մեր տարածաշրջանում տիրի խաղաղություն։ Նաև ձեր կարծիքն էի ուզում իմանալ Ռուբիոյի այն արտահայտության մասին, որ արել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հետ, կարծես թե ամերիկյան կողմից, կարծես թե դուք ասեք, ինձ այդպես է թվում բոլոր դեպքերում, շահագրգռվածություն կա, որ հայ-ամերիկյան հարաբերությունները, ներողություն, հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն եւ շուտապույտ կայուն խաղաղություն լինի։ Ինչ կարծեք այս մասին։ Գիտեք, այդ տեղի ունեցավ նախ լսումների ժամանակն այդ մտքերը արտահայտեց եւ ի պատասխան կոնգրեսմենի մի հարցի բավականին շատ հետաքրքիր էր այդ կոնգրեսականի հարցադրումը ուղղակի մեղադրելով Ադրբեջանին լինելու մեջ դիկտատորական երկիր, ուրեմն հայերի նկատմամբ ցեղասպանություն կազմակերպելով բնիկների եւ իր բանդերում պայելով հայ ուրեմն բազմաթիվ գերիներ, բանդարկյալներ եւ նա կոչ արեց Միացյալ Նահանգներին ջանք թափել, որպեսզի ազատվեն այդ մեր հայրենակիցները ադրբեջանական բանդերից եւ նաեւ կանխել որևէ մագլցում Ադրբեջանի կողմից որևէ զինվորական գործողություն։ Ռուբիոն նույնիսկ այնտեղ շատ հետաքրքրական էր ասելով, որ այդ կոնգրեսական ասեց, որ դե մենք ստիպված ենք երբեմն դիկտատորական երկրների հետ համագործակցելու հանուն ընդհանրական եւ միջազգային շահերի, հասկանալի է, բայց ամենայն դեպս մենք ակնկալում ենք, որ այս վարչակարգը գործողություններ կանի եւ դրան ի պատասխան նա որևէ ձևով չերկեց, այսինքն չփորձեց մեղմել, չփորձեց ասել, չէ Ադրբեջանը այսպես է կամ այնպես է, ինչ որ չափով նաեւ հաստատեց ասելով, որ այո, մենք դա անում ենք, բայց նաեւ ասեց մենք շահագրգռված ենք, որ ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն եւ խաղաղություն լինի տարածաշրջանում եւ սա կարեւոր մի արձանագրում է եւ շարունակությունն է այսպես այն միտումին, որ կա Միացյալ Նահանգներում նաև Հայաստանին ինչ որ չափով, այսինքն նրանք տեսնում են որպես դաշնակից, բարեկամ երկիր, եթե չասենք լիոլի դաշնակից, բայց այդ նաև խարտիայի հիմքերից ելնելով
Եվ հստակ է, որ դա մեր համար անշուշտ չի ասի այսպես երկաթյա երաշխիք է, բայց հստակ երևում է, որ Միացյալ Նահանգները տրամադրված են, որ մեր տարածաշրջանում խաղաղություն լինի, կրկին, ինչպես խոսքի սկզբում նշեցի, նաև ելնելով Իրանի հետ իրենց փոխհարաբերությունից եւ նաև չեն բացարձակապես չեն ցանկանա, որպեսի այդտեղ խոչընդոտող իրավիճակ լինի ոչ իրենց միջոցով կամ իրենց նաև կողմից, այսինքն երրորդ կողմից որևէ խոչընդոտող երևույթ չէ տեղի չունենա եւ պարզը որ հայ ադրբեջանական որևէ մագլցում պատերազմական այդ ուրեմն խոչընդոտն է լինելու եւ բնականաբար դա Միացյալ Նահանգների համար ընդունելի չէ եւ նրանք շատ հստակ այդ բանը ասում են։ Վերջերս Հայաստանում էր գտնվում Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ոմանց համար նրա այցը նույնպես այսպես կարծես թե բարեկամական բնույթ էր կրում, հուսադրող էր, դրական տեսակետներ էին հնչեցվում հայ-ռուսական համագործակցության մասին, հայ-ռուսական բարեկամության մասին եւ եթե նաեւ այսպես սկսված ռուս-ամերիկյան այս բանակցությունները կամ այսպես կարելի ասել հաշտեցման ընթացքը նաեւ համադրող նշանակություն ունենա տարածաշրջանում, ինչ կարծիք եք, կարելի է ավելի լավ արդյունքներ ակնկալել։ Գիտեք, մի քիչ այսպես բարդ է այդ հարցին ճիշտ միանշանակ պատասխան տալը, որովհետև Ռուսաստանի եւ Հայաստանի, ասեք, հարաբերությունները նախ միշտ էլ ցանկալի է որ լինեն բարեկամական, լինեն դրական ուրեմն մթնոլորտում, այլ ոչ թե այսպես ճշտամական կամ լարված եւ նրա այցը կարելի է հայտարարումով դրական համարել, որ հասել է Հայաստան։ Սակայն պիտի գրգին մատնանշել, որ մեր ակնկալությունները Ռուսաստանից առ այսօր մնում են ուրեմն չիրականացված եւ նա այն դերակատարությունը, որ մենք պատկերացնում ենք Ռուսաստանի մարտարազաշրջանում նաեւ որպես մեր դաշնակից, մնացին անպատասխան եւ սա պետք է ընդգծել եւ հստակ ասել, որ այսինքն դեռ մենք շարունակում ենք մնալ այն կարծիքին, որ Ռուսաստանը այո, իր շահերից ելնելով պիտի ամեն ինչ անի, բայց նաև որպես դաշնակից մենք շատ բան կարող էր անել եւ չարեց։ Իսկ ինչ վերաբերվում է ընդհանուր տարածաշրջանային խաղաղության առումով, այո, ես կարծում եմ, որ իսկապես եթե նրանք նաև մասնակից լինեն, որպեսզի Իրանի հետ հարաբերությունները արևմուտքի ինչ որ չափով կարգավորվեն Միացյալ Նահանգների միջոցով, որովհետեւ միանշանակ պետք է նշել, որ Եվրոպական միությունը Եվրոպան Ռուսաստանին որևէ ձևով դերակատարություն տալու դրամատրություն չունի, բայց քանի որ Թրամփը այդ նախաձեռնությունը վերցրել է, ինչ որ չափով իրավիճակ է ստեղծվել, որ նման պայման ստեղծվել է, որ նրանք մասնակից լինեն։ Եվ եթե այդպես լինի, այո, մեր համար կարևոր է նաև որ պատերազմ չլինի, խաղաղություն լինի եւ երկիրը մեր կարողանա դուրս գալ այս ճգնաժամային իրավիճակից եւ պաշարումից եւ կարողանա տնտեսապես եւ բոլոր այլ առումներով զարգանալ։ Գանք մեր հայկական օրակարգ վերջերս իմպիչմենտի գործընթաց է ծավալվել երկու պատգամավորների ազգային ժողովի երկու պատգամավորների Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կողմից եւ նրանք առաջարկել են վարչապետի իրենց թեկնածուին Էդմոն Մարուկյանին։ Ընդամենը կուզենայի որպես այսպես եթերը վարող ձեր կուսակցության տեսակետը իմանալ այս գործընթացի մասին եւ դուք տեսնում եք Էդմոն Մարուկյանին իրական այլընտրանք այսօրվա գործող վարչախմբին։ Գիտեք, իհարկե ոչ գործնականորեն դա անիրատեսական քայլ է, բայց երևի մի քիչ ավելի քիչ անիրատեսական, քան նախորդող իմպիչմենտի գործընթացներ, ուրեմն ոչ պատգամավոր, այսինքն քաղաքացիների կողմից, այսպես ասենք, ուղղակի ցավալի իրավիճակ է, ցավալի պատկեր է, երբ այսպես էլ չկարողացանք այսպես լուրջ քաղաքական բանավեճ ծավալել երկրում մանավանդ պատերազմի ավարտից հետո շարունակվում են նույն այսպես շրջանակահապակ եւ որևէ արդյունավետ աշխատանք տանելու տրամադրություն չի երևում մանավանդ ընդդիմության կողմից
նույն խոսքերը, նույն մեղադրանքները, նույն պիտակավորումները, նույն բառապաշարը, ոչ մի բան չասող, ոչ մի տեղ չտանող, ոչ մի գործնական քայլ կամ ոչ մի գործնական դրական երևույթ չենք տեսնում եւ նաեւ սա չգիտեմ ինչով է նպաստելու որբեսի երկիրը կարողանա մի քայլ առաջ գնալ խնդիրները շատ բազում են հստակ է ներքի խնդիրների առումով եւ արտաքին խնդիրների եւ փոխանակ այդ խնդիրների լուծման որոնումները լինեն տեղի են ունենում այդ նույն փողոցային մակարդակի բանավեճերը խորհրդարազգային ժողովում ազգային ժողովից դուրս մամուլը նույն ձևով է ուրեմն տրամադրված այսինքն հակաիշխանական մամուլը առավոտից մինչև իրիկուն այդ քարոզչությամբ է զբաղված հետո նաև նրանք մեղադրում են իշխանություններին ադելության մտնորդը ստեղծելու մեջ բայց չեն տեսնում թե ինչպես են իրենք այդ ադելության մտնորդի նաև զարգացնող էլեմենտը իրենք են հիմնական այսինքն չգիտեմ ինչպես է սա հանգուցալուծվելու որպեսի իսկապես որակ մտնի մեր քաղաքական բանավեճի մեջ այո մենք չենք ունեցել դժբախտաբար այդ մշակույթը չկարողացավ Հայաստանը անկախանալուց հետո ուրեմն 30 տարի ավելի անց չկարողացանք այսպես էլ այդ մշակույթը ստեղծել հիմա առավել եւս ավելի տեսնում ենք բևեռացում ավելի շատ էլի շատ ավելի է եւ նաեւ ամմակարդակ եւ ամորակ ուրեմն բանավեճը իսկապես սա է եւ այս impeachment-ի նաեւ գործընթացնել այդ ծիրիցնես ենք տեսնում նաեւ որպես կուսակցություն մենք ցավում ենք որ այսպես իրավիճակ է եւ քաղաքական դաշտը այսպես ապականված վիճակում է գտնվում եւ դժբախտաբար չենք տեսնում որևէ նշույլ որ մոտիկ ապագայում այդ տեղի կունենա փոփոխություն Այսինքն քաղաքական մտքի բացակայություն եք ուզում անվանել այս իրավիճակը, իսկ միգուցե այդ մեր ավանդական կուսակցությունները, նաև հնչակյան կուսակցությունը այստեղ մեծ ավանդ ունի անելու եւ մեծ բան ունի, չգիտեմ, ինչպես է կարծում։ Գիտեք, խնդիրը կայանում է նրանում, որ տեսեք, նաև այստեղ մի բան պետք է շատ հստակ մատնանշել։ Մանավանդ նաև քիչ առաջ դուք ասենք Ռուսաստանի մասին ասեցիք կամ Լավրովի այցի մասին ասեցիք։ Գիտեք, ըստ երևույթին տեղի է ունենում նաև մի իրավիճակ, երբ արժեհամակարգային բանավեճ չկա, չէ՞, այսինքն եւ նկատելի է, որ նրանք ովքեր, ասենք, արևմուտքի հետ կամ մանավանդ եվրոպական միության հետ փոխհարաբերությունները այսպես զարգացնելու կամ այդ անցումը կատարելու ջատագովներն են, հիմնական թեզը արժեհամակարգային ուրեմն մեր նմանությունն է, նաև կարևոր կետերից մեկը։ Իսկ նրանք ովքեր այսպես զուտ ռուսական տրամադրվածություն պրոռուսական այսպես ասենք նաև նախկին նախագահ Քոչարյանը այս վերջին մամլոասուլիսից էլ կամ երևում էր նրանց համար արժեհամակարգը կարծեք խնդրու առարկա չի նրանց համար այսպես պրագմատիկ չոր փոխհարաբերություններն են ասենք գերհզոր պետություն համարելով Ռուսաստանը եւ անտեսելով այսօրվա իրավիճակը մանավանդ ասենք Ուկրաինայի պատերազմի նրանց պատասխանատվություն եւ հարյուրավոր հազար երկուստեք զոհերի պատասխանատվությունը սա ինչի համար եմ ասում որովհետեւ եթե պիտի քաղաքական բանավեճ լինի արժեհամակարգային պիտի լինի առաջինը այսինքն պիտի լինի թե ինչպես ենք պատկերացնում երկրի ապագան հիմնված ասենք գաղափարական կամ տնտեսական մեր պատկերացումների վրա, որոնք հիմնված են գաղափարական հիմքերի վրա, հենքի վրա։ Այսինքն, եթե մենք որպես սոցիալ-դեմոկրատ կուսակցություն պատկերացնում ենք Հայաստանի ապագան ներքին եւ արտաքին քաղաքականություն ընկերային արդարության առումով ինչ որ մի ուրեմն տեղ, իսկ կարող է նաեւ այնտեղ լինեն, ասենք, լիբերալ կուսակցությունները կամ կոմունիստական կուսակցություն, ազգային կուսակցություններ, ազգայնական նրանք իրենց պատկերացումներ ունենան։ Եթե բանավեճը այդ ուրեմն հիմունքների վրա լիներ, շատ ավելի արդյունավետ կլիներ, որովհետև դա իսկապես լուրջ ներդրում կլիներ Հայաստանի քաղաքական կյանքում։ Դժբախտաբար դա չտեսանք եւ չենք տեսնում առ այսօր եւ անհատական ուրեմն այսպես անհատականացված եւ վիրավորանքի հիմքի վրա բանավեճ է տեղ ունենում։ Ես չգիտեմ ինչպես է դա լինելու, որովհետև չենք կարող
մեկ ձեռքով այսպես զապտալ չի լինում։ Այսինքն նման մոտեցման հակված բոլոր կուսակցությունները պիտի լինեն, չասեմ բոլորը, բայց մեծ մասամբ մանավանդ ասենք իշխող կուսակցությունը եւ նաեւ ընդդիմադիր այսօրվա խորհրդարանական կուսակցությունները, որպեսի այդ բանավեճը երբ որ սկսվի, արդեն նրանք ովքեր իրենց մոտեցումները, պատկերացումներ ունեն Հայաստանի համար, նաեւ Հայաստանի քաղաքացիներին կտան հնարավորությունը այդ ընտրությունը կատարելու, այլ ոչ թե ընտրելու ասենք նրանց հիմնված այսպես իրենց համակրանքի կամ հակակրանքի վրա։ Այսինքն նրանք ծրագրային մոտեցում է պետք, լուրջ մտածված մոտեցում է պետք եւ այդ մոտեցումները ժողովրդին հասանելի դարձնելու հնարավորություն է պետք։ Եթե դա տեղ ունեցավ կփոխվի, եթե տեղի չունեցավ կունենանք ինչ որ այսօր ունենք, այսինքն կլինեն հայախառն այսպես ելույթներ, ուրեմն բանավեճը կդառնա փողոցային բանավեճ եւ Հայաստանի քաղաքացին այսպես զրկված է մնում այդ քաղաքական գործընթացներին լիովին մասնակցելու հնարավորությունից եւ ինչու՞ չէ նաեւ դաստիարակվելու հնարավորությունից, հասկանալու որ վերջը ուր է Հայաստանի այսպես 10 տարի հետո ինչպիսին ենք պատկերացնում Հայաստանը։ Պարոն Սարոյան, շնորհակալություն, որ համաձայնվեցիք ունենալ այս զրույցը։ Շնորհակալություն։ Կընտրեմ, շնորհակալ եմ ես։ Սիրելի բարեկամներ, եթերում անկաշկանդ զրույց հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ եւ մեր եթերում իր տեսակետները արտահայտեց սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության ատենապետ պարոն Համբիկ Սարաֆյանը։ Ես դիմում եմ կրկին մեր այն հարգարժան ունկնդիրներին, որոնք նոր են սկսել միանալ մեր One Talk YouTube-յան ալիքին, խնդրում եմ նրանց ընդամենը սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել մեր One Talk YouTube-յան ալիքին եւ դրանով հանդերձ խրախուսել մեր աշխատանքը։ Լավ եղեք։